Տիկին Հովսեփյան, եթե չընտրվեք այս քվեարկությամբ, նորից կառաջադրի ձեզ խմբակցությունը, թե ոչ։ Եթե չընտրվեմ, իսկ ես մեծ հույս ունեմ, որ չեմ ընտրվի, որ ես հույս ունեմ, որ չեմ ընտրվի, որովհետև փաստացի ես նշեցի, որ ես ունեմ այս հանձնաժողովի հետ կապված մեր ֆրակցիայի որոշակի մոտեցումները, որ պետք է անկեղծ լինենք մեր ժողովրդի հետ, պետք է աշխատենք հենց մեր ժողովրդի առօրյա կյանքում որակական փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, կարծես թե այդ օրը պատգամավորների հատկապես, ոչ թե հատկապես մասնավորապես քաղաքացիական պայմանագրի պատգամավորները այդպես չէին կարծում, եւ եթե նրանք այդպես չեն կարծում, հետեւաբար կա արդեն իսկ որոշակի տարբերություն մոտեցումների։ Իմ կյանքում ոչինչ չի փոխվելու, մենք եկել ենք ազգային ժողով աշխատելու, անկախ նրանից որ հանձնաժողովում լինի, այդ հանձնաժողովում ինչ կարգավիճակում լինի, շարունակելու ենք ինտենսիվ աշխատանքները, թե այլ թեկնածու, պատասխանում հարցը դա է, այլ թեկնածու կլինի, կառաջադրվի, թե ոչ, ֆրակցիան կորոշի ու բան կանենք, կհասկանանք։ Իշխանությունը կարող է մի մեթոդ կիրառել, օրինակ չընտրի փոխնախագահը կառավարի, նման բան եղել է, դուք ինչ կանեք։ Տեղյակ եմ, այդ դեպքում ամեն դեպքում մենք, ինչպես ասեցի, մեր աշխատանքները որպես հանձնաժողովի անդամ, սովորական անդամ շարունակելու ենք այնպես։ Տիկին Հովսեփյան, մեկ բան ճշտում ու ես ավարտեմ գնամ։ Տիկին Հովսեփյան, ձեր դիմում գրելու հետ կապված դուք երեք ասեցի 23 թվականին եք դիմումը գրել, ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Շատ պարզ գնանք, նոյեմբերի 9-ից հետո 20 թվականի հաջորդ օրը ես արտաքին գործերի նախարարությունում իմ դիմումը գրել եմ աշխատանքից ազատման։ Ինձ նման նաև գրել են էլի մարդիկ, իրականում արդարության համար պետք է ասել արտաքին գործերի նախարարությունում։ Այո, շնորհակալ եմ հարցի համար։ Պետք է հստակությունը մտցնել, որպեսզի մարդկանց մոտ հանկարծ թյուրընկալումներ չլինեն։ Ես գրել եմ նոյեմբերի 10-ին իմ դիմումը եւ ինչպես նշել եմ իմ խոսքում, եթե արտաքին գործերի նախարարությունում դեռևս կան արդար ազնիվ մարդիկ, նրանք կհաստատեն դա, բայց որոշում ենք կայացրել, նաեւ ինձ նման նաեւ այլ մարդիկ են եղել, որ քանի որ այդ ժամանակը հիշեք, որ երկիրը այսպես անցումային մի փուլում է եղել, պատերազմի այդ շոկից հետո, որոշեցինք սպասել ընտրություններին։ Բայց ես դիմումս գրել եւ իջել եմ փողոց, ինձ մոտ նախապայման է եղել, որ եթե չեք ընդունում իմ դիմումը, այնուամենայնիվ ես իմ անհամաձայնությունը հայտնում եմ վարվող քաղաքականության հետ, ես իջնելու եմ փողոց, ուզում եք ինձ աշխատանքից հանեք։ Բայց շարունակում էլի։ Ներողություն եմ խնդրում, շարունակեմ ձեր բոլոր հարցերին անպայման պատասխանել եմ։ Ու իջել եմ փողոց։ Դրանից հետո ընտրություններից հետո այնպես էր ստացվել, որ իմ սրտի տակ բալիկ կար ու ես գնացի երեխայի խնամքի արձակուրդ։ Ես հիշում եի հուլիս-օգոստոս, նշեցին, որ սեպտեմբեր էր։ Կարող է նաև այդ մի ամսվա տարբերություն սխալ եմ ասել, ներողություն եմ խնդրում, չէի հիշում։ Եվ ես երեխայի խնամքի արձակուրդում եմ 21 թվականից մինչև 23 թվականը, երբ որ ես կարող էի շարունակել մնալ երեխայի խնամքի արձակուրդում, ես որոշեցի այնուամենայնիվ այդ ժամանակ դիմումս գրել եւ դուրս գալ արդեն ամբողջովին համակարգից։ Օրենքը թույլ չի տալիս դեկրետի մեջ գտնվողին աշխատանքից ազատել։ Ես չէ 23 թվականին իմ դիմումի համաձայն 23 թվականի դիմումի համաձայն ես գրել եմ ու աշխատանքից ազատվել եմ։ Լսում եմ ձեր հարցերին։ Դուք ասում եք, որ հուսով եք, որ չեք ընտրվի։ Եթե չէիք ուզում այդ հանձնաժողովը ղեկավարել, որ չխմբակցություն եղել եք, ինչու հենց ձեր թեկնածուն առաջադրել։ Այդ օրը ոչ, ես մեծ ցանկություն ունեի այդ աշխատանքի պարտավորությունները ստանձնելու, բայց հենց այդ օրը երեք բոլորս ականատես եղանք, որ այնուամենայնիվ հարցադրումների մեծ մասը չէր վերաբերում եվրոինտեգրմանը, այլ վերաբերում էին այլ հարցերի հետագա իհարկե երեկվա քննարկումից հետո, իհարկե, որովհետև եթե չուզենայի չէի էլ առաջադրվի անդրամաբանական կլիներ, ես պետք է ճիշտ մտցնեի իմ խոսույթը, որ երեկվա քննարկումներից հետո ինձ մոտ այդ ցանկությունը առաջացա, որ այնուամենայնիվ, բայց եթե հանկարծ ընտրությունների արդյունքում ընտրվեմ, թեկուզ այդպես չեմ էլ կարծում օբյեկտիվորեն, ես ամբողջովին
լծվելու եմ այդ աշխատանքին իմ ամբողջ ներուժով եւ ավելի զարգացնելով։ Ինչպես իշխանությունն է պատկերացնում կառավարության որպես ծրագրի այդ շրջանակներում, հա, այդ գծի մեջ, թե ինչպես դուք եք պատկերացնում, որը չպիտի լինի գծի շարունակում։ Նայեք, մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, համաձայնագրեր, հանդիպումներ, որ տեղի են ունենում մեր եվրոպական գործընկերների հետ, բայց երբ որ մենք տեսնում ենք, որ այսօր մեր գյուղացին չի կարողանում իր ապրանքը արտահանել դեպի Եվրոպա, երբ տեսնում ենք, որ բողոքի ցույցեր են տեղի ունենում, չէ, տեսնում ենք նրանք ճանապարհ են փակում, հաստատի հասկանում ենք, որ դեկլարատիվ բնույթի են այդ հարաբերությունները։ Իսկ մենք կողմնակից ենք բովանդակայինի, այսինքն ունենալ առնվազն այն, ինչ որ մենք ունենք այսօրվա Երևանպայմանագրային բազայից ելնելով, այդ ամենը իրականացնենք, հասկանանք ինչքանով ենք բավարարում այդ ստանդարտներին, այդ ստանդարտները եվրոպական ինչքան ենք բերում եւ տեղայնացնում մեր մարդկանց առօրյա կյանքում փոփոխություն բերում։ Եթե դա կարողանում ենք անել, հենց դա է մեր հիմնական նպատակը, բայց մինչ օրս մենք դա չենք տեսել եւ ինչպես հասկացա երեկվա մեր քննարկումներից քաղաքացիական պայմանագրի ворթեգրած մոտեցումը այլ է։